Այս ամբյորից անդադես մարդիկ մոտենում են, խոսում են ինչ-որ հայոց հայրապետի, այսպես կոչված, վեհափառի մասին։ Անընդունելի են համարում այդ անվան տակ թաքնված մարդու հանդեպ ներկայացված դատական հայցը։ Ժողովուրդ, բա ընդունելի է ձեզ համար, երբ որ 2020 թվականի պատերազմից հետո այդ նույն անձը մտել էր քաղաքականություն ու պահանջում էր վարչապետի հրաժարականը։ Ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ այն ժամանակ, երբ որ ասում ենք սա ինչ է, սա անընդունելի է, էլի, ոնց կարող է այդ անձը իրեն թույլ տալ վարչապետի հրաժարական պահանջել, այն ժամանակ ասում են, չէ, ինչ եք ասում, ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Բա ձեր ասած Գարեգին Բ-ն, նույն քաղաքացի ինքը, Կտրիչ Ներսիսյանը, երբ որ այն ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի էր, բա հիմա դատարանում հայտնվելուց էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։ Թե ձեր իմացած քաղաքացի Կտրիչ Ներսիսյանը, երբ ձեզ պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, այդ փոքրիկ ճարաճճիությունները վերջացրեք։ Այն ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի էր, հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, ձեռքով չխոսակ։ Վերջացրեք, հարգելի գործընկերներ։ Պաթետիկ ելույթներից հետո այն օրը այս ամբիոնից ուղևորվեցիք Էջմիածին, դատարանի դիմաց ականջ ծակող հայտարարություն արեցիք։ Հայ ժողովուրդն է ընտրել հայոց հայրապետին։ Պարոն Կարապետյան, այդ երբ է հայ ժողովուրդը ընտրել հայոց հայրապետին։ Հələ մի հատ եկեք հասկանանք, էլի ժողովուրդ ջան։ Այս շարքերում իմ գործընկերներից որից մեկը մասնակցել է այդ ընտրությանը։ Այդ ընտրությունը երբ է եղել, երբ է հայ ժողովուրդը ընտրել հայոց հայրապետին, խնդրում եմ ասեք։ Դուք մասնակցել եք, պարոն Քոչարյան։ Գարեգին առաջինին ընտրել եք, իսկ այս Կտրիչ Ներսիսյանին որպես կաթողիկոս ընտրել եք։ Պարոն Կարապետյան, խնդրում եմ նշել այն իրավական ակտը, որը ձեր պնդմամբ փաստում է նրա մասին, որ հայ ժողովուրդը ընտրել է հայոց հայրապետին։ Եկեք այս ամբիոնից հələ ցույց տվեք էլի այդ իրավական ակտը, կամ հակառակ տրամաբանությունն է աշխատում։ Ես լսում եմ ով ինչ է ասում, մի խանգարեք, մի ինչ ամտեք։ Պարոն Կարապետյան, երբ է հայ ժողովուրդը ընտրել հայոց հայրապետին։ Կամ հակառակ տրամաբանությունն է, չէ՞ այս դեպքում աշխատում։ Եթե հայ ժողովուրդը այդ անձին չի ընտրել որպես հայոց հայրապետ, հետևաբար այդ անձը չի կարող հանդիսանալ հայոց հայրապետ։ Ես վստահ եմ իմ գործընկերներից եւ ոչ մեկ այդ ընտրության մասին չի իմացել, չի էլ մասնակցել։ Տեղից մի խոսեք, տեղից մի խոսեք, պարոն Մանուկյան։ Վստահ եմ նախագահությունում Բերկա հարգելի գործընկերներն էլ այդ ընտրությանը չեն մասնակցել եւ դրա մասին 9 տարեկան չեմ մասնակցել, պարոն Կոնջյան, չգիտեմ քանի տարեկան է։ Եվ բացի դրանից, եկեք մի բան էլ հասկանանք, էլի, ժողովուրդ, դուք եկել եք փոքրիկ չարաճճիություններով, սեղանին դմդմբացնելով, փորձում եք ինչ-որ անձի պաշտպան կանգնել, եկեք հələ մի հատ հասկանանք, էլի, դուք ում եք ուզում ընդհանրապես պաշտպանել։ Այդ անձը մինչ օրս չի հերքել, որ ինքը զավակ ունի։ Առնվազն զավակ, եթե ոչ զավակներ, դուք ինչի համար եք պայքարում։ Ում համար եք պայքարում։ DVD համար են պայքարում։ Բացի դրանից, այդ անձի եղբայրը Եզրաս անունով մինչ օրս չի հերքել, որ ունի զավակ, ունի կին։ Ինչպես նաև բազմաթիվ են այն տեղեկությունները, որ հայ եկեղեցու տարածքում Մոսկվայում այդ անձը զբաղված է բրենդային հագուստի արտադրությամբ, բիզնեսով։ Նույն այդ անձը մինչ օրս չի հերքել, որ հանդիսանում է KGB-ի գործակալ, ասեմ ձեզ հակառակը, փորձել է բացատրություններ տալ, թե ինչպես է դարձել KGB-ի գործակալ։ Հիմա եկել եք դուք մեզնից ում եք ուզում պաշտպանեք։ Բազմազավակ Կտրիչ Ներսիսյանին, թե KGB-ի գործակալ Եզրասին։ Շնորհակալ եմ։